Մի քանի հարց ունեմ, պարոն նախարար։ Պարոն Հովհաննիսյան ջան, ինձ կասեք, որ այդ կապիտալ շինարարության համար Եվրասիական բանկից վերցված գումարների որ հատվածն է գնում հյուսիս-հարավին եւ դա գցենք հնարավոր է 10-15 տարվա ընթացքում նոր մենք կզգանք նրա տված օգուտները։ Իհարկե ինքը շատ մեծ օգուտ է, բայց այդ գումարը վերցնում ենք տարիներ շարունակ, դրա համար մենք պետք է սպասարկենք այդ ծավալը։ Կա արդյոք մի հատված, մի ծավալ, որը որ արդեն ավելի արագ է գեներացնելու, որոշակի ինքը հաշվարկի մեջ տնտեսելու ենք, կամ հաշվարկի մեջ մեզ ինչ-որ գումար է գեներացնելու, ինքը մի ենթակառուցվածք է, որը կարող է տնտեսական, օրինակ ջրամբար է, որ կարող է 5000 հեկտար հող ջրի դրա արդյունքը Հայաստանը շահի։ Սա տրանսպորտային կոմունիկացիայի շատ կարևոր է, չափազանց կարևոր է, բայց ինքը 1, 2, 3, 5, 6, 10 տարում չի կարող։ Ինքը կգա այդ վերջացնելուց հետո երկար ժամանակ է պետք գալու, որպեսզի դրա արդյունքը մենք զգանք։ Այն արդյունքները, որոնք որ այն գումարները, որոնք որ ծախսվում են մեզ գեներացնելու եւ որոշակի օգուտ է տալու, կուզեմ դրանց մասին նույնպես ասեք, որտեղ ոչ միայն հյուսիս-հարավի մասով լինի։ Մյուս խնդիրը գիտեք, որ մեր գործընկերը տեղափոխեց ձեզ, որ ասում էի 23:30 եւ 00:30, եթե այլ երկրի քաղաքացի Հայաստանի տարածքով գնում է, կարգավիճակը ինչպիսին է։ Սա է եւ երրորդ հարցս մի քիչ ավելի, այսպես ասած, եվրասիական ինտեգրմանն է վերաբերվում։ Մենք շատ հաճախ մեր սահմանում կամ Ռուսաստանի Դաշնության սահմանում խնդիրներ ենք ունենում, մեր վարորդները երկար սպասում են, որի ժամանակ մեր տնտեսվարողները կորուստ են ունենում։ Արդյոք այն մաքսային տուրքերի վճարման արդյունքում, երբ որ բաժանվում է երկիրը մեզ այդ երկրի սխալ կամ այլ չգիտեմ ինչի պատճառով այդ վնասը կրում են մեր տնտեսվարող սուբյեկտները, երբ որ բաժանվում է մաքսային այդ գումարները, որոշակի փոխհատուցում տան այն կազմակերպություններին, որոնք որ դրա պատճառով տուժել են։ Չնայած մեր նպատակը ազատ տրանսպորտային ուղիների աշխատանքի արդյունքը պետք է լինի եւ ավելի արագ այդ ապրանքը հասնի մի երկրից մյուս երկիր։ Այս հարցերն են, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Սուքիասյան։ Հյուսիս-հարավ ծրագրի գեներացրած օգուտների մասին, եթե խոսենք, իհարկե, եթե այս կոնկրետ դեպքում խոսում ենք Քաջարան-Ագարակ հատվածի մասին։ Ընդհանուր առմամբ, եթե հարավային հատվածը մենք իրականացնենք, մեր գործընկերները նշում են, որ մեր ուղևորությունը դեպի Ագարակ կրճատվի 2 ժամով։ Սա մեծ օգուտներ է բերելու, ինչպես եղած տրաֆիկի ժամանակի կրճատման եւ խնայողությունների, ինչպես նաեւ հավելյալ տրաֆիկի իմաստով։ Իհարկե հիմա մենք իրականացնում ենք Քաջարան-Ագարակ հատվածը եւ ինքը առանձին վստահ եմ տնտեսական բաղադրիչ ունի։ Երևի, չգիտեմ, բարդության իմաստով, այդ ինժեներական իմաստով չգիտեմ ինքը ամենաբարդն է թե չէ, ինձ թվում է Սիսիան-Քաջարան հատվածը երևի ավելի բարդ հատված է, որովհետեւ այդտեղ ունենք մի մեծ թունելի կառուցում, որը մեծ թունել պետք է կառուցենք, որի մեկնարկը պատրաստում ենք տանք մյուս տարի։ Այսինքն իր ամբողջ տնտեսական արդյունավետությունը կլինի այն ժամանակ, երբ որ հյուսիս-հարավ ճանապարհը ամբողջությամբ պատրաստ լինի, բայց ինչպես գիտեք, օրինակ Արտաշատ Սիսիան հատվածը նույնիսկ չի նախագծված։ Այսինքն դա դեռ երկար ժամանակ կպահանջի, կարծում եմ
եւս մի 5 տարի կպահանջվի մինչեւ դա նախագծվի եւ կառուցվի Սիսիան Քաջարյան հատվածը երևի էլի կտևի մոտավորապես մի 5 տարի մինչև կառուցվի, դա լավագույն դեպքում ընդհանրապես ուզում եմ ասեմ, որ այս մեր տրանշ 1-2-ը երևի տևելա մոտավորապես մի 10 տարի կառուցել, թեև դա երևի այդ ամբողջ ճանապարհի ամենահեշտ հատվածներն էին։ Չէ, 10 տարի չի։ 2014 թվականից, հա, այսինքն հույս ունեմ, որ մեր կարողությունները ծրագրերը իրականացնելու այնքան բարելավված են այս ընթացքում, որ մենք կկարողանանք արագ սա իրականացնել եւ ձեր ասած տնտեսական օգուտները, որոնք հաշվարկային են, իրանք կսկսեն գալ ավելի շուտ, քան թե ավելի ուշ։ Հիմա այս իմաստով իհարկե ցանկացած այսպիսի ծրագիր իրականացնելուց կան մանրամասն տնտեսական հաշվարկներ, թե երբ են այդ օգուտները գալու, ոնց է գալու եւ կա, այսինքն հիմնավորված է այդպիսի վարկով, այդպիսի ներդրումներ անելը։ Իհարկե ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան ժամանակում դա այսինքն պլանային ժամանակում կկառուցվի թե ոչ եւ կանխատեսված տրաֆիկը այդտեղ կլինի թե ոչ։ Իմ կարծիքով կանխատեսված տրաֆիկը կլինի ավելի փոքր է, քան մենք կունենանք իրականում, որովհետեւ արդեն օրինակ հետազոտությունները ցույց են տալիս, որ 21 թվականին արված ենթադրությունները տրաֆիկի վերաբերյալ այսօր պարզվում է, որ խիստ թերագնահատված են։ Այդ մասով ինչ վերաբերվում է կարգավիճակին, ինչպիսին են, ապա ես ամենաճիշտ մարդը չեմ այդ հարցը տալու համար, ասեմ ինչի, որովհետև եթե խոսում ենք նրա մասին, թե ով է համարվում տուրիստ համարվում է այն մարդը, ով որ առնվազն պարոն Պապայանը ինձ կուղի, եթե ես սխալ ասեմ, 24 ժամ մնում է ինչ-որ մի երկրում։ Հիմա այս աջակցության ծրագիրը, որի մասին խոսում էինք, ինքը սահմանում է, որ պետքա մի օր գա եւ մյուս օրը գնա, որը այդքան էլ 24 ժամ չի, որովհետեւ ինչպես ասում եք, 23:50 կարա գա եւ 00:15 մեկնի եւ դա ընդամենը կլինի 25 րոպե։ Այնուամենայնիվ, քանի որ կառավարության որոշմամբ արձանագրվել է այս տրամաբանությունը, ապա ֆինանսների նախարարությունը ապահովել է այն ֆինանսական միջոցները, որոնք անհրաժեշտ են այս ծրագիրը իրականացնելու համար, 3 միլիարդ դրամ ենք նախատեսել, ես չեմ բացառում, որ այսինքն եթե առաջարկություն լինի վերանայել այս մոտեցումները, կարող է եւս մեկ անգամ քննարկվի եւ վերանայվի, բայց այդ ոլորտի քաղաքականությունը, թե ոնց է նպատակահարմար սահմանել, ինչքան մարդիկ պետքա մնան, ինչի համար պետքա ստանան այդ աջակցությունը, ես կարծում եմ դա տկենի եւ մեր туриզմի քաղաքականություն իրականացնող գերատեսչությունների որոշելիքն է մեծ հաշվով։ Իհարկե մենք մեր կարծիքը ունենք, մեր առաջարկությունները նախարարական կոմիտեի քննարկման ժամանակ ներկայացրել ենք, բայց հիմնականում այս գերատեսչություններն են, որոնք այս հարցի կոմպետենտ պատասխանողներն են։ Ինչ վերաբերվում է վարորդների կորուստները փոխհատուցելուն, ապա ես նման մեխանիզմի չեմ տիրապետում, որովհետև մեր քննարկումները կան այդ բաշխման ձևը փոխելու հետ կապված առաջարկներ։ Քննարկում կա ԵԱՏՄ շրջանակներում, բայց դա կախված է նրանից, որ այն ժամանակ, չէ, տեսեք, այն ժամանակ, երբ որ որոշվում էր մասնաբաժինները, այդ մասնաբաժինները ուրիշ էին։
Այսինքն Ռուսաստանը ներկրում էր ավելի շատ, մյուսները ավելի քիչ եւ մյուսները ոնց որ ստացողի դերում էին։ Հիմա փոխվել է իրավիճակը, Ռուսաստանը ներմուծում է ավելի քիչ, մյուսները ավելի շատ, եւ այստեղ հարցը առաջանում, թե ինչպիսի սկզբունքներով այս մաքսատուրքերը պետք է վերաբաշխվեն մյուս անդամ պետությունների միջև։ Այսինքն կարծիք կա, որ դա պետք է իրականացվի ներմուծման ծավալներից կախված, կարծիք կա, որ դա պետք է տնտեսության ծավալների հետ կապված, այսինքն այս քննարկումները ակտիվ են եւ սակայն կարող եմ ասել, որ դեռ վերջնական կոնսենսուս չկա, որ լինի այն ժամանակ բնականաբար բոլորս դրա մասին կիմանանք։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալություն, ուղղակի կարգապահական մասով կասենք երկրները պետք է ավելի կարգապահ լինեն մնացածի նկատմամբ, որտեղ դա մի ընտանիք է, մեկ կազմակերպություն է կոպիտ ասած, որտեղ օրենքներ է ընդունվում, կանոնակարգեր է ընդունվում, կարգապահության մասով, եթե խախտում է լինում, որոշակի պետք է ֆինանսական դուժեր լինեն։ Կարծում եմ, որ դա առանձին հարց է, որ երևի այդ բաշխումից զատ այդ հարցը արժի կանոնակարգող կարծիք, կանոնակարգող առաջարկ է, էլի, որ որոշակի հասկանան, որ տենց չի կարելի դա բերել այլ բաների հետ կապել, այդ տնտեսական է, զուտ պետք է տնտեսականով գնամ։ Եվ մյուսը, քանի որ դուք եք ֆինանսների նախարարը, շնորհակալ եմ այդ պատասխանի համար, ուղղակի պետք է դուք թույլ չտաք վճարելու, եթե մի բանի վճարում ենք, որտեղից ոչ մի արդյունք չկա, ոչ մի օգուտ չկա, բացի վնասից։ Խոսքը սրա մասին է։ Շնորհակալություն։